Բարև ձեզ հարգելի գոլեգաներ, բարև ձեզ հարգելի պացիենտներ, բժշկական մի թեմա քննարկենք, մի կարճ, որի անունը դրել եմ դիետիկ փորկապություն։ Ինչի մասին է խոսքը։ Փորկապությունը սովորաբար գաստրոենտերոլոգիայի այն բարդ դեպքերից չի, պարզ դեպքերից է։ Թե ախտորոշման առումով է պարզ, թե երբեմն նույնիսկ բուժման առումով կարելի է ասել պարզ, բայց նրբություններ ունի, որ այսօր ուզում եմ խոսել այդ նրբություններից մեկի մասին, ինչի որովհետև վերջին 2-3 օրը իրար վրա ոնց որ այս նույն դեպքը հանդիպեց, ու տենց մոտս ցանկություն առաջացավ սրա մասին կիսվելու թե գաստրոենտերոլոգների հետ, թե ընտանեկան բժիշկների հետ, թե պացիենտների հետ։ Ինչի մասին է խոսքը։ Փորկապությունը դե եթե պարզ ասենք, դա ուշուշ տուալետ գնալն է, աղիների ուշուշ դատարկվելը, ինչքան ուշ։ 3 օրը մեկ տուալետ գնալը արդեն փորկապություն կարելի է համարել, բայց միևնույն ժամանակ փորկապությունն է, եթե նույնիսկ մարդը ամեն օր է դուրս գնում, բայց շատ դժվարությամբ, ճիքերով, ցավերով, սա էլ իր հերթին կարելի է համարել փորկապություն, թեև եթե ցավեր կա, դա արդեն պետք է կասկածես անալ ֆիսուրա, հետանցքի ճակ, այսինքն այդ առանձին խոսակցություն է։ Հա Փորկապություն կարելի է համարել նաև ոչ լրիվ դատարկման զգացումը, եթե տուալետից հետո ոչ լրիվ դատարկման զգացում է լինում, բայց սա ամենաբարդ բուժվողն է, ու շատ հազվադեպ լիարժեք բուժվող խնդիր է։ Գոնե ինձ մոտ այդպես է իմ փորձառությունը դա է ցույց տալի, որ ոչ լրիվ դատարկման զգացումը մի քիչ ավելի բարդ խոչուշ պատմություն է, քան պարզապես անունը դնենք փորկապություն։ Եվ այսպես փորկապությունը, որը լինում է դիետաների հետևանքով։ Ուրեմն տեսեք, մարդիկ, ովքեր ունեն փորկապության հակում կամ են գլխից էլ ունեին փորկապություն, եթե սկսում են դիետաներ պահել, որ նիհար են, ուշադիր, սկսում են դիետաներ պահել, որ նիհար են, իրանց մոտ փորկապությունը սրվում է, ուժգնանում է, եւ եթե նախկինում ինչ որ դեղեր կային, որոնք իրանց օգնում էին, դա կարող լիներ մոմիկներ, կարող լիներ սենայի հիման վրա, ինչ որ թեյեր, խոտաբույսեր, էլ չեն օգնում։ Սա դառնում է երբեմն նույնիսկ խուճապի պատճառ բժիշկին դիմելու, անհանգստանալու, սրա մասին եկեք մի քիչ խոսենք։ Մարդիկ կան, որոնք ունեն փորկապության հակում, հենց փորկապություն չի, եւ այդ հարցը ինչ որ ձև լուծում են, ասենք սննդային, սալորի չիր, էլ ինչ են օգտագործում։ Ձեթեր են օգտագործում, իհարկե թե ձեթերը, թե սալորի չիրը ես չեմ ընդունում, որտեվ արդյունքը գոհացնող չի։ Հա, ինչ որ էլի սննդային ինչ որ բան է, ձեթերը դե ընդհանրապես անհեթեթություն է, բազուկ, էլ ինչ ասեմ, որ փորկապի համար օգտագործում։ Մի խոսքով դրանք կարճաժամկետ ինչ որ 1-2 օրով կարող է ինչ որ տարբերություն տա, բայց դա կայուն արդյունքի համար, երկարատև օգտագործման համար պիտանի չեն, այն առումով որ արդյունավետ չեն։ Հիմա տեսեք, աղիքը ոնց է աշխատում։ Մարդը սնվում է, եթե սնվում է մի լիտր սնունդ, հա, այդ մի լիտր սնունդի 80%-ը ներծծվում է, թվերով էլի թվաբանություն անենք։ 80%-ը ներծծվում է, ընդ 20%-ը դառնում է տուալետի թափոն, հա, աթխոտ, թափոն։ Ոնց որ, չգիտեմ, ցանկացած ռեստորանում, որ գնաք աղբարկի մոտը, կանգնեք, կտեսնեք, որ աղբարկը, որ ռեստորանի կողը դրած է, ինչ որ կերած խմացի արդյունքում ինչ որ չափի աղբա կուտակվում։ Այդ ձև էլ օրգանիզմը։ Մարդը ինչքան սնվում է, դրա մեծ մասը 80% ավելին ներծծվում է, մի բուջուր մասը դառնում է թափոն։ Հիմա պատկերացրեք այս մարդիկ, ովքեր ամեն օր սնվում էին ինչ որ չափ, ու մի կերպ իրանց աղիները գործում էր, կամ նույնիսկ կարող է սովորական էր գործում, անցնում են դիետայի, սկսում են քիչ ուտել, որպեսզի նիհարեն։ Ինչ է լինում արդյունքում։ Այդ միլիտրի փոխարեն ուտում են օրը կես լիտր։ 200 գրամ, 200 միլիլիտր թափոնի փոխարեն 100 միլիլիտր թափոն է առաջանում։ Բնականաբար տուալետ չի գնա։ Որովհետև բավարար քանակով թափոն չի կուտակվի, որպեսզի աղբահանություն լինի, այսպես ասած։ Աղբահանություն լինելու համար պիտի աղբ կուտակվի։ Այդ ավելորդությունը պիտի կուտակվի, որ չի կուտակվի, տուալետը ինչի հաշվին աղիները գնան։ Արդյունքում զարգանում այսպես կոչված փորկապություն, դիետիկ փորկապություն։ Մասնավոր դեպք եմ քննարկում, միայն այս դիետա պահողներին է վերաբերում, որտեղ դիետաներով նիհարում են։ Այս հոդվածի տակ են ընկնում կարճաժամկետ
փորկապություն կամ փորկապության սրում, երբ որ մարդիկ վիրահատվում են կամ պարկում են հիվանդանոց, մի քանի օր դիետիկ են սնվում, քիչ են սնվում։ Պացիենտներ կան, որոնք ստամոքսի վրա են վիրահատություններ անում, դա հազվադեպ է պատահում, բայց պացիենտներ կան, որոնք ստամոքսի վրա վիրահատություն են անում, փոքրացնում են ստամոքսի ծավալը, դրանից հետո բնականաբար սկսում են քիչ ուտել։ Ու մեկ էլ տեսար իրանց մոտ կարա զարգանա փորկապություն, որի խնդրը ոչ թե աղիքի հիվանդությունն է, աղիքը նորմալ աշխատում է, այնպես ինչպես միշտ։ Աղիքը նորմալ աշխատում է, բայց դուք նյութ չեք տալի, որպեսզի այդ աղիքը աշխատի։ Մատերիալ չկա, ինչի վրա աշխատի։ Եվ այստեղ ի՞նչն է բուժումը։ Տատիները կասեին, այ որ ասում են պետքա նորմալ սնվել, մի տես պացիենտ ունեի, հարազատը հոգատարությունից զլով, տեսար, խնդրը քիչ ուտելն է, ուրեմն խնդրի լուծումը որն է, շատ ուտելը, հա, տատիները տենց կասեին, շատ կեր, բալես, շատ կեր, որ աղիները էլ նորմալ գործի, բայց մարդիկ ուզում են նիհար են, դրա համար դիետա են պահում, չեն կարա շատ ուտեն։ Արդյունքը փորկապության ամենապարզ լուծումն է, օրգանիզմ ներմուծել, աղիներ ներմուծել այնպիսի նյութ, որը չի հանդիսանում կալորիական սնունդ, չի ներծծվում եւ մեծ ծավալի թափոն առաջացնում, որոնք են այդ նյութերը։ Կտավատի աղացած սերմեր, ցորենի թեփ, փսիլիում, տայով փսիլիումը դա եզան լեզվի սերմերն են, եթե չեմ սխալվում, մեզ մոտ քիչ է տարածված, բայց կարակ on-line խանութներով կամ այդ on-line շուկաներում ձեռք բերել, ոչ թե կապսուլաներ կան նաև փսիլիումի, դա անպետք բան է։ Ոչ թե կապսուլաները, այլ հենց սերմերը կամ փոշին, որպեսզի գթալով օգտագործեք։ Ճաշի գթալով պետքա օգտագործել։ Ուրեմն իրեք հիմնական նյութ, ձեզ որը որ հաճելի կլինի, կամ որը որ շատ տհաճ չի լինի։ Ցորենի թեփ, կտավատի աղացած սերմեր եւ փսիլիում։ Այս երեքից տարբեր աստիճանի փորկապությունների համար տարբեր քանակով։ Սկսած 2-3 ճաշի գթալից, պոպոզ լավ լիքը լցված գթալ, մինչև 5-6 պացիենտ կա 8 ճաշի գթալ եմ տվել։ Բայց ես հետ գանք։ Եթե ինքնաբուժություն եք անում, 2-3 ճաշի գթալից մինչև 5 գթալ։ Շիլաների հետ, ջրիկ ճաշերի հետ, մածունի հետ, ում ֆանտազիան ոնց կհերիքի։ Նախապես պատրաստել պետք չի, ուղղակի այդ պահին խառնում եք, ներմուծում եք, ուտում եք։ Ու միևնույնն է, որ ժամին, ինչպես, պետքա այդ ամբողջը միաժամանակ օգտագործել։ Ոչ թե օրվա մեջ մի գթալ առավոտ, մի գթալ կեսօրին, մի գթալ իրիկուն, այլ ամբողջը միասին օգտագործել եւ այս խնդրը դիետիկ փորկապությունը հիմնականում լուծվում է։ Այստեղ ուզում եմ զգուշացնեմ, որ 50 տարեկանը լրացած անձանց մոտ, երբ որ հանկարծակի ի հայտ է գալի փորկապություն, այսինքն ամբողջ կյանքում ինչ որ ձևի աղիքը աշխատել է, մեկ էլ որոշակի շրջանում ի հայտ է գալի փորկապություն։ Սա բժշկության մեջ, գաստրոենտերոլոգիայում համարվում է տագնապահարույց նշան, այսինքն մտածելու տեղիք տալու, անհանգստանալու նշան։ Այդ որն է, որովհետև աղիքում կարա այդպես կտրուկ փոխվի աղիքի աշխատանքի սովորությունը, կտրուկ կարա փոխվի օրինակ ուռուցքների ժամանակ կամ խոշոր պոլիպների ժամանակ։ Դրա համար 50 տարեկան այս իմ խորհուրդներից 50 տարին լրացած անձիկ այս խորհուրդներից շատ զուսպ են օգտվում եւ մտածում են այն մասին, որ պետքա նախ կոլոնոսկոպիա արվի, աղիները ապացուցվի, որ այնտեղ խոշոր պոլիպներ, ուռուցքներ չկան, նոր հանգիստ էլի օգտվի այս խորհուրդներից։ Եվ վերջում էլ մի բան ասեմ, մի հատ sense նրբություն կա։ Տեսեք, ես տունս պահում եմ բժշկություն անելով, այսինքն այս բուժումները ես պիտի ձեզ չասեմ, ձեզ պիտի ես ավելի շատ խնդրը ներկայացնեմ, այ խնդրով դուք գաք, այստեղ վճարեք, ես էլ ձեզ բան անեմ, արդեն նոր լուծումը ասեմ, բայց ես լուծումը ասում եմ on-line, որովհետև ինքը տենց ռեցեպտուրնի դեղատոմս պահանջող բան չի, on-line եմ ասում և խորհուրդ եմ տալիս օգտվել ես, ու մոտ կստացվի,
Սովորաբար, լավ սովորաբար չէ, բայց երբեմն գիտեք, sense բան է լինում։ Այս ամեն ինչը պացիենտը անում է, ոնց ասել է։ Անում է, բայց լուծում չի լինում։ Նորից խնդրեմը մնում է։ Գալիս է բժշկի, նույն բանը ես եմ գրում, ու մեկ էլ հարցը լուծվում է։ Այս դեպքում նու կա տենց բան, ասում եմ աղնակեր է մատաղը։ Ինչ նկատի ունեմ, բանը մատաղ անելուց ոչխարին բան է, աղ են չէ ուտացնում։ Բայց այդ աղը, որ ուտացնես, մատաղը ընդունելի չի լինի։ Պետք է աղը տանես մի հատ քահանայի մոտ, տերտերի մոտ, այսպես ասած։ Տերտերը պետք է օրհնի աղոթի վրա, նոր ոչխարին տաս, որ մատաղը ընդունելի լինի։ Առաջին հայացքից թվում է այլ նյութի տեսանկյունից ինչ տարբերություն։ Ասենք տերտերը վրան չի աղոթե, ինչ տարբերություն չէ, բայց կապ ունի։ Այդպես էլ երբեմն, ինչքան էլ մարդիկ հերակալ լսում են խորհուրդները, նույն ձևով անում են չի օգնում, բայց երբ որ արդեն բժիշկը այդ ռեցեպտի վրա մի հատ օրհնում է, այդ ժամանակ այդ ռեցեպտը դառնում է շատ ավելի օգտակար եւ շատ ավելի ազդեցիկ։ Իրականում, եթե կատակը մի կողմ դնենք, կան դեպքեր, որոնք այսքանով հարցը չի լուծվում, արդեն պետք է լինում լրացուցիչ դեղորայք, լրացուցիչ միջամտություն, բայց դրա մասին երևի կխոսենք մի ուրիշ անգամ ու էլի գաղտնիքները բացելու եմ, ասեմ իմացեք, գաղտնիքները բացելու եմ։ Այնտեղ էլ ով կմնա, որ պետք է անպայման տերտերը աղոթի, այդ պացիենտների հետ էլ կաշխատենք։ Իսկ մյուսների մոտ ովքեր կարող են այս առողջ ապրելակերպի շրջանակներում իրենց սննդին ավելացնել բջջանյութ, կտավատի աղացած սերմերից, օրինի թեփի եւ պսիլիումի ձևով, ապա օգտագործեք հատկապես, եթե անցնում եք արդեն դիետաների նիհարելու համար եւ օգտագործելու եք սնունդը ավելի քիչ քանակով եւ նամանավանդ եթե նախկինում ունեցել եք փորկապության հակում կամ արդեն իսկ ունեք փորկապություն։ Գոլեգաներս էլ թոսա օգտագործեն այս հնարավորությունը, եթե օգտագործեք, գոլեգաներից մենակ մի բան կասեմ։ Ժողովուրդ, կան մարդիկ, որոնք չեն կարա 5-6 գտալ այս ասածս նյութերը օգտագործեն, պոպոզ գտալ այսպես, դա հնարավոր է, բայց գրեթե չկա այդպիսի փորկապություն, գրեթե, որը չլուծվի 3-ից 8 գտալ այս բջջանյութը ավելացնելով, ճաշի գտալի մասին է խոսքը, 3-ից 8 ճաշի գտալ ռեգուլյար, կանոնավոր, մտածված, երբեմն բժիշկը պետք է պլանավորի այս ամեն ինչը, դոզաները որոշի եւ այլն, բայց ժողովուրդ գրեթե չկա մեթոդ, ու սա մեթոդի լավը որն է, որ սա իսկականից հանդիսանում է փորկապության բուժում, դեպքերի ծանրակշիռ մեծամասնություն, փորկապության պատճառներ կան, որոնք սենց չեն լուծվում իհարկե, բայց դեպքերի ծանրակշիռ մեծամասնությունում սա այն բուժումն է, որը հարցը փակում է, ոչ թե ասենք սենադեքսինի կամ այդ չայերի նման խորացնի պրոբլեմը, ասենք մի տարի օգնում է 2 տաբլետկան, հետո պիտի դառնա 4 տաբլետկա, հետո պիտի դառնա 10 տաբլետկա, որ աղիները գործի։ Այ դա պրոբլեմա, դա բուժում չի։ Կամ մոմիկները, կամ բան, դրանք երկարատև բուժում չեն, դրանք երկարատև օգտագործման մեջ պրոբլեմներ են, լրացուցիչ պրոբլեմներ են եւ եղած հին պրոբլեմի ել ավելի խորացումը։ Իսկ ահա կտավատի աղացած սերմերը, ցորենի թեփը եւ պսիլիումը դա հարցի հիմնահատակ լուծում է, հա իդեպ բուժումն էլ ինչքան պետքա տևի, բուժումը պետքա տևի 6 ամիս եւ ավել։ 6 ամիս եւ ավել բուժման դեպքում աստիճանաբար չափաբաժինը քչացնելով կարող եք ունենալ կայուն դրական արդյունք։ Նու թերևս այսքանը հարգելի ժողովուրդ ջան, բժշկական թեմաներով կաշխատեմ ավելի հաճախ հանդես գալ, այս ամեն ինչը զուգորդելով քաղաքական թեմաների հետ։ Ցտեսություն, մինչ նոր հանդիպում։